Տոմատի մածուկ թե այլ բան, տոմատի մածուկի անվան տակ, կամ էլ լավագույն դեպքում խյուս։ Մեկ տասնյակից ավելի ընկերություններ տոմատի մածուկ անվանումով ապրանքներ են իրացրել, խախտումով, չեն համապատասխանել տոմատային խտացրած մթերքների ընդհանուր տեխնիկական պայմանների միջպետական ստանդարտին, Մաքսային միության հանձնաժողովի սննդամթերքի անվտանգության մասին Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է տեղեկացնում, որ այդ ապրանքներում ավելի է եղել քլորիդների զանգվածը կամ պակաս է եղել լուծված չոր նյութերի քաշը։ Չոր նյութերի պարունակությունը պիտի լինի տարբեր ստանդարտներով մինչև 40%։ Իր սաստավի մեջ չպետք է լինի ոչ մի այլ բան, քան լոլիկ։ Տոմատը, որ ասենք ինքը պետք է լինի, ասենք 25%, կարող է ասում եղել է քիչ տոկոս։ Բերում են, Ռուսաստանից էլ, Պարսկաստանից էլ բերում են այդ խիտ տոմատները, բերում են, այդտեղ բացում են, սարքում են տոմատի մածուկ, որը արդեն խանութում վաճառվում է։ Տոմատի մածուկ անվանումով ապրանքներից մեկում, օրինակ, շաքարի պարունակությունը 5.5% է եղել եւ չեն համապատասխանել տոմատային խտացրած մթերքների ընդհանուր տեխնիկական պայմանների միջպետական ստանդարտների պահանջներին։ Խլորիդների վերաբերյալ դա ուրեմն մենք գործ ունենք աղի դաբավկայի հետ, նատրի քլորի, որը չպետք է գերազանցի 1.5%-ը։ Կերակրի աղը առաջացնում է տարբեր խնդիրներ, հատկապես առողջական, հատկապես արդեն խնդիր ունեցող մարդկանց մոտ, մեծահասակ մարդկանց մոտ։ Նախ եւ առաջ աղից լինում է բարձր արյան զարկերակային ճնշում, որը կարող է հանգեցնել կրիզի, հիպերտոնիկ կրիզի, ինֆարկտի, ինսուլտի այդ պահին։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այն որակել է որպես անբարեխիղճ մրցակցություն։ Ըստ էության մոլորեցրել են գնորդներին։ Ընկերությունների մի մասը տուգանվել է 650,000 դրամով։ Նրանց հանձնարարվել է դադարեցնել ապրանքի իրացումը եւ այն հետ կանչել իրացման կետերից։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։